21 սեպտեմբեր 1991 թվականին, երբ որ Հայաստանի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը, հաջորդող նոր տարվա բացառիկ համարը թերթի այդ ժամանակվա գլխավոր խմբակիր Արա Քոչը, հանգուցյալ մեծ հայրս, որոշած էր, ասենք, ցոնել հայոց պետականության վերահաստատման։ Մեծատիր լուսանկարին անգյունը ուրեմն Թուրքիայի եւ Հայաստանի ձեռնվող pedagogan դրոշներն էին ավելացված վրան եւ Արա Քոչունյանը որոշած էր բաթմության ֆոնին վրա խաղաղության պատկամը այս ձեռնվող դրոշներով փոխանցել։ Պատկան իշխանությունները դադարան հրավիրեցին ժամանակորաթերթը եւ երկրի անանջատելի ամբողջականության դեմ ուրեմն հրադարագություն անելով մեղադրանք առաջադրված էր թերթին։ Բայց դադախազի համոզման ուղղությամբ նաեւ դադագազմը հետո ամբարդ արձակեց ժամանակորաթերթը։ «1991 թվականի դեկտեմբերին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միությունը ԽՍՀՄ դադարեց գոյություն ունենալ։ Երկրագնդի 1/6 մասը զբաղեցնող նրա տեղում առաջացան անկախ պետություններ, որոնցից մեկը Հայաստանն էր։ Türkiye'nin sınırlarının hemen bitişiğinde Թուրքիայի սահմանների մոտ հարևան մի ժողովրդի անկախության հռչակումը ԽՍՀՄ փլուզումից հետո նոր անկախություն ձեռք բերած մի պետության արկայությունը իհարկե Թուրքիայի համար շատ մեծ պատմական իրադարձություն էր։ tabii çok büyük bir tarihi olaydı. Türkiye Ermenistan'ın ve Gürcistan'ın Թուրքիան Հայաստանի, Վրաստանի, ավելացնենք նաև Ադրբեջանի անկախության ձեռքբերումը մեծ գոհունակությամբ ընդունեց։ Sevinçle karşıladık ve umudumuz Հույս ունեինք, որ Թուրքիայում ապրող հայերի եւ Հայաստանի հայերի միջև կապ հաստատելով կնվազեցնենք Սփյուռքի ազդեցությունը։ Diasporanın etkisinin azaltılması düşünülür. Թուրքիո եւ Հայաստանի միջև բարեկամական, բարիթրացիական հարաբերությունների ձևավորման սպասումը խնդրահարկ էր։ ԽՍՀՄ փլուզումից հետո ի հայտ եկած նորանկախ բոլոր պետություններին Թուրքիան ճանաչեց եւ նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց, բացառությամբ Հայաստանի։ Թուրքական կողմը 1991-ին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու լավ հնարավորություն ուներ։ Դրանից հետո Հայաստանն ու Թուրքիան խնդիրները կարող էին քննարկել արդեն դիվանագիտական հարաբերությունների մակարդակում։ Նոր հարևանների հայտնությունը ավանդաբար Ռուսաստանին է համարվող տարածաշրջանում հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցությունը ընդլայնելու լավ հնարավորություն էր։ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Թուրքիան խնդիրներ չուներ։ Միայն Հայաստանն էր, որի հետ պետք էր կառուցել առանձնահատուկ հարաբերություններ։ Անկախությունից ձեռքբերումից առաջ արդեն ինչ-որ կոնտակտներ կային։ Մասնավորապես Մոսկվայում Թուրքիայի դեսպան Վոլկան Վուրալը դեռ մինչև մեր անկախության, իրական անկախության ձեռքբերումը 1-2 այց ունեցել էր Հայաստան եւ հանդիպումներ էր ունեցել։ Այն ժամանակ արդեն հայոց համազգային շարժումը եկել էր իշխանության, դեռ անկախությունը հռչակված չէր, բայց դա փաստորեն ճանաչողական այց էր քննարկելու մեր պատկերացումները ապագա Հայաստանի մասին եւ այլն։ Թուրքիան այդ ժամանակ համոզմունք ուներ, որ միջնորդներին կամ երրորդ կողմի շրջանցելով կարելի է ուղղակի կապ հաստատել եւ մտքեր փոխանակել դիմացինի հետ։ Քաղաքականությունը շատ հստակ էր, որ անհրաժեշտ է հարևաններու հետ նորմալ հարաբերություններ ունենալ, որպես անվտանգության համագարկի մեկ մասը։ Նոր հարաբերության, որպես անկախության պայման Ben Ermenistan Cumhuriyeti'nin
tanınmasını Ես կողմ էի Հայաստանի Հանրապետության ճանաչմանը եւ միաժամանակ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, ama bu görüş բայց իմ տեսակետը չընդունվեց։ kabul görmedi. Պատճառն այն էր, որ Հայաստանի անկախության հռչակագրում եւ որոշ շրջանների մոտ նկատվում էին հակաթուրք տրամադրություններ։ Bazı çevreler tarafından Türkiye aleyhine Այդուհանդերձ համառորեն պաշտպանում էի Հայաստանի հետ դիվանագիտական bunlara հարաբերությունների rağmen հաստատումը։ Ermenistan'la diplomatik ilişkilerin kurulması gerektiğini ısrarla savundum. 1990 թվականի օգոստոսի 23-ին դեռևս ԽՍՀՄ մաս կազմող Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել էր անկախության հռչակագիր, որի նախավերջին կետով պարտավորվում էր սատար կանգնել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Իրենք Հայաստանի հետ կորց չէին ունեցած։ Իրենց քաղաքական պատկերացման մեջ Հայաստան գոյություն չուներ։ Իրենց պատկերացումը Հայաստանի քաղաքականության մոդավորապես սփյուռքի պատկերացման ցոլացումն էր։ Եվ առաջին մեծ հարցը այն էր, որ պետք էր իրենց ցույց տային, թե մենք պետություն ենք եւ պետությունը դարբեր կմտածի։ Անկախության հռչակումից հետո Հայաստանում կյանքը գերլարված էր։ Ձեռքբերումներն ու կորուստներն անտեսանելի պարբերականությամբ հաջորդում էին միմյանց։ Պետությունը բարձրանում էր, տնտեսությունն անկում ապրում։ Լեռնային Ղարաբաղում հաղթանակներ էին գրանցվում, առօրյա կյանքում աճում էր հոգսն ու աղքատությունը։ 92-ի ամառը Երևան եկավ Թուրքիո պաշտոնական պատվիրակություն։ Առաջին եւ վերջին։ Առաջին հանրապետութենն ի վեր երկու օրվա խոսակցություններից հետո եզրակացություն էր, որ մենք պատրաստ ենք բանակցությունները սկսելու։ Հայաստանի նախագահը Ժիրայր Լիպարիտյանին էր լիազորել հանդիպել եւ բանակցել։ Տարբեր շփումների համար նա գնում գալիս էր Անկարա։ Մենք էլ աշխատեցինք իրար հետ։ Եվ բավական առաջընթաց եղավ։ Hükümetler üzerinde Պետությունների մակարդակում թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման թեմայով խոսակցությունները, մեզ արված առաջարկները մշտապես դրական եւ կառուցողական էին։ telkinler aldık. Bunları da doğrusu Իրականում մենք էլ դրանք դրականորեն ընդունեցինք։ karşıladık. Bu şeyi bulamadık. Բայց սահմանի ճանաչման ձևակերպումը չգտանք։ Եթե այն արագ կարողանայինք գտնել, գուցե մի արդյունք լիներ։ Ondan sonra belki dediğiniz olurdu. Փաստաթղթում պիտի գրվեր, որ երկու երկրները ճանաչում են միմյանց անկախությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանները, միավորված ազգերի կազմակերպության խարտիային եւ համապատասխան փաստաթղթերին էին հղումներ արվում, բայց կոնկրետություն, որ Կարսի պայմանագիր, Մոսկվայի պայմանագիր կամ չգիտեմ էլի ինչ, մենք իհարկե չէինք ուզում, որ փաստաթղթում լիներ։ Kars anlaşmasına Ermenistan atıfta bulunmak istemedi. Հայաստանը չցանկացավ հղումանել Կարսի պայմանագրին, որը երաշխավորում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները։ Kars anlaşması Türkiye ile Նրանք ասում էին, թե այն կնքվել է խորհրդային միության ճնշմամբ։ garanti alan bir anlaşma. Bu dedi Sovyetlerin baskısıyla yapılmış. Մենք միշտ իրենց ասել ենք, որ պետք չի հղումներ անել պատմական ինչ-որ փաստաթղթերի, որտեղ եթե հղում ես անում այս փաստաթղթին, ապա կարող ես հղում անել նաև մյուս փաստաթղթին։ Այդ դեպքում կարելի է անդրադարձանել նաև, ասենք, Սևրի դաշնագրին։ Սահմանների ճանաչման խնդիր չկար։ Թուրքական կողմին իրականում անհանգստացնում էր Հայաստանի անկախության հռչակագրի տեքստում առկա Արևմտյան Հայաստան ձևակերպումը։ Թուրքիո դիվանագիտությունը բավական հաջող է եւ կարող մարդիկ են, բայց երբ կուկահայկական հարցին բան ունեն, գուրություն ունեն, իրենց ուղեղը մեկ կողմ գերտա եւ ռեֆլեքսներ գուքան։ Դուք երբևէ լսել եք, որ Հայաստանի Հանրապետության որևէ բարձրաստիճան պաշտոնյա Թուրքիայի հանդեպ հողային պահանջներ ներկայացնի։ Չի եղել այդպիսի բան։ Հողային պահանջ երբևէ Հայաստանը որպես պետություն Թուրքիայի Հանրապետությանը չի ներկայացրել։ Şimdi Ermenistan'da Հայաստանում օրինակ որոշ շերտեր այս սահմանները չեն ընդունում, հատկապես դաշնակները։ kabul etmiyor. Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դաշնակների առաջնորդին Հայաստանից վտարեց, նա Ստամբուլով անցավ եւ օթակայանում լրագրողներին բացահայտ հայտարարեց, որ
Ընդհուպ տրապիզոնն էլ ներառյալ պահանջելու է։ Կարող է ծիծաղելի թվալ, բայց նա իրոք պահանջեց։ Ama istedi. Հայաստանի գլխավոր խնդիրն աշխարհի հետ կայուն հաղորդակցությունն էր։ Ի հետևանք Ղարաբաղյան հակամարտության Ադրբեջանը փակել էր սահմանը։ Վրաստանով երթևեկելը հաճախ անհնար էր վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների պատճառով։ Իրանի հետ կապը կայուն էր, սակայն այդ երկիրն ինքը խնդիրներ ուներ արտաքին աշխարհի հետ։ Թուրքիան ճիշտ է ճանաչել էր Հայաստանի Հանրապետությունը, բայց սահմանը բաց չէր։ Մենք այդ շրջանին, որ կփանակցեինք, խնդրեցինք, որ Թուրքիան ճանապարհ բացի եվրոպական ծորենը մեր մոտ հասցնելու, որտեղ մենք չունեինք արդեն ծորեն մնացած եւ ծորենը, որ գուկար քնածկով Ռուսաստանից Աբխազիայի վրայով, այնտեղ այդ պատերազմի պատճառով արդեն կանգնած էր այդ ճանապարհը։ Hatta bir gün bana Sayın Terpetrosyan telefon etti. Նույնիսկ մի օր ինձ պարոն Տեր-Պետրոսյանը զանգեց։ Çok sıkıntımız var, kış geliyor dedi. Ասաց նեղության մեջ ենք, առջևում ձմեռ է։ Avrupa Birliği bize 50.000 ton buğday sözü verdi. Եվրամիությունը թեպետ Հայաստանին 50,000 տոննա ծորեն է խոստացել, սակայն բյուրոկրատական խնդիրների եւ անբարենպաստ եղանակի պատճառով շատ դժվար է ժամանակին այն Հայաստան հասցնել։ Zaman bakımından gecikme olacak. Acaba Ուզում էր իմանալ, արդյոք հնարավոր է ապագայում թեկուզև ավելիով փոխհատուցելով ծորեն ստանալ Թուրքիայից։ bize 50.000 ton buğday sağlayabilir misiniz? Մեր ներսում էլ կային անձինք պաշտոնյաներ, որոնք դեմ էին այդ քայլին։ Բայց այլ քայլ չէր կարող լինել, որովհետև Հայաստանը քրիտիկական վիճակում էր այդ ժամանակ։ Sayın Demirel'le telefonda konuştum. Dedim böyle bir Զանգահարեցի պարոն Դեմիրելին։ Ասացի, այսպիսի պահանջ են ներկայացնում։ yanayım dedim. Այտնեցի, որ հակված եմ լուծում գտնելու։ Elçi Bey'le Ասաց խոսիր Էլչիբեի հետ եւ ըստ այդմ որոշում ona göre կայացրու։ kararını ver dedi. Զանգեցի լուսահոգի Էլչիբեին, պատմեցի ինչ որ կար, ասաց Աստծո տված հացը չեն կտրի։ Allah'ın Մարդկային խնդիր է։ ekmek kesilmez. Ես չեմ կարող դեմ լինել։ İnsani bir şeydir. Ben karşı çıkmam dedi. Ծանր շրջաներ, եթե հիշում եք, ահավոր ծանր շրջաներ 93-ի սկզբին մենք ստացանք ուղիղ երկաթուղով Ղարս Գյումրի երկաթուղով Հայաստան հասավ այդ ծորենը։ Խնդիրը այդ պահին ոչ թե երկկողմ հարաբերությունները կարգավելուն էր վերաբերում, այլ Հայաստանի բնակչությանը պարզ արտահայտվենք սովից փրկելուն։ Այդ դա էր հիմնական խնդիրը, որը լուծվեց։ Եվ նույնիսկ երբ եվրոպական ծորեն չեր հասներ, իրենք իրենց պաշարներից կուտային եւ դա կփոխարինեին։ Եվրոպան սա մեծ արգումենտ է այն բանիթեն, որ Թուրքիան ովևէ ադեն պատրաստ է ովևէ միջոց գործածելու մեզ փնաչնչելու։ Երկաթուղու ժամանակավոր բացումը կարծես նախագծվող արձանագրությունների փորձարկումը լիներ։ Կողմերից մեկի մարդկային խնդրանքը, մյուսի բարի կամքը կարող էին արագացնել եւ դյուրացնել բանակցությունները, եթե 93-ի ապրիլին չլիներ քարվաճառի գործողությունը։ Լավ եմ հիշում 93 թվականի ապրիլը, երբ Չետինը ինձ տուն զանգահարեց։ Կերբաջարի գործողությունների մասին է խոսքը եւ շփոթված ասում էր, «Էս ինչ է տեղի ունենում, էս ինչ է կանում», բարձ ասած, հա։ Հետագայում այդ գործընթացը իհարկե խափանվեց կապված ռազմական գործողությունների հետ Արցախի եւ Լեռնային Ղարաբաղի ուժերը անվտանգության գոտի ստեղծեցին։ Կերբաջարի գրավումը հիմնական պատճառը եղավ, որ այս հարաբերությունները ամբողջապես խզվեն։ Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի կարգադրությամբ բանակցությունները դադարեցվեցին, իսկ ծորենի տեղափոխման համար ժամանակավորապես բացված երկաթուղին նորից փակվեց։ Ուրեմն Սուլեյման Դեմիրելը հետևյալ ցևով բացատրեց։ Ես նորից գնացի Անկարա եւ ինքը մոտավորապես հետևյալը տեսեք սա Հայաստանն է, ծեր երկիրն է, հայ ժողովուրդ կաբրի, մենք հարց չունենք ծեր հետ։ Սա Ղարաբաղն է, հայ ժողովուրդ կաբրի, բայց Ադրբեջանի մաս կգազմի։ Քացի կարիք սելով որ ծեր եղբայրներն են եւ պետք է ապահովեք իրենց անվտանգությունը, հասկացանք այդ չափը։ Քացիկ Լաչինը արիք, Լաչինը ոչ ծերն է, ոչ էլ հայ գարանն է, ըսիկ Ղարաբաղի հետ կապն է, այդ էլ մարսեցինք, Կերբաջարի ինչ գործ ունենք։
Ադրբեջանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունն իհարկե կարևոր էին Թուրքիայի համար, բայց Ղարաբաղի պաշտպանական ուժերի հաջողություններն առաջին հերթին ընկալվում էին որպես Հայաստանի անկախության հռչակագրից բխող սպառնալիք։ Իրենքսին սա արդեն ուրիշ բանի կվերածվի եւ իրենց մտքի մեջ ուրեմն ավելի խորացավ այն գարձիկը, որ սա Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության հարց չէ, այլ Հայաստանի սահմաններու ընդլայնման։ Devam etmeseydi bu. Եթե հողերի գրավումը չշարունակվեր, 5-ը գումարած 2-ը Artı 2 tanesi. դրանք Ղարաբաղի հետ կապ չունեին, մանավանդ 5 հատը։ Ցավոք, ամեն անգամ նոր գրավումներ եղան, որոնք կանխեցին արդյունքը։ Maalesef olamadı. Ղարաբաղի հարցում մենք զիջումների գնալ չէինք կարող, շատ պարզ պատճառով, խոսքը մահու եւ կենաց կռվի մասին էր, խոսքը մեր ազգակիցների կյանքի եւ անվտանգության մասին էր։ Eğer Türkiye ile Azerbaycan Եթե մեր հայ բարեկամները կարողանային ճիշտ ընկալել Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական ու զգացական հարաբերությունները, չգիտեմ, գուցե մենք չկարողացանք լավ բացատրել։ Մենք թուրքերին միշտ բացատրել ենք, որ կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ սխալ է։ Տվյալ դեպքում խնդիրը Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջև է, Հայաստանը հանդերձ է գալիս որպես Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր, ոչ թե ուղղակի կոնֆրոնտացիայի մեջ է Ադրբեջանի հետ։ Այնպես որ Հայաստանին մեղադրել կամ Հայաստանին փորձել պարտադրել, որ նա ստիպի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին անել այս կամ այն քայլը, դա ռեալ չէր։ Türkiye-Ermenistan ilişkileri ve Azerbaycan-Ermenistan ilişkileri. Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները մի երյակ է։ Böyle olduğu zaman da Մեկը մյուսից անկախ հնարավոր չէ քննարկել։ Karabağ meselesini ayrı bir Դժվար է ասել առանձին քննարկենք Ղարաբաղյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունները։ ondan bağımsız olarak ele alıp Մեր համոզմամբ սրանցից մեկի զարգացումը առաջընթաց կենթադրի նաև մյուսներում։ Buna bakışımız bu ilişkilerin birbirleriyle karşılıklı bağımlılığını mutlaka gözetmek şeklinde olmuştur. Bunu gözettiğimiz zaman da tabii birinde ilerleme, öbüründe de ilerlemeyi gerektirir. Իրենց որոշումը այնքան էլ ճիշտ չէր, որտեղ դրանով ըստ էության Թուրքիան իրեն դուրս դրեց լրիվ Արցախի հարցի կարգավորումից ամբողջովին կրկնօրինակելով Ադրբեջանի դիրքորոշումը։ Քարվաճառից հետո ոչ միայն դադարեցին բանակցությունները, այլև բավական մեծ լարում առաջացավ։ Միջին Ասիայի երկրներ կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Թուրգուտ Օզալը սպառնաց։ Այրը ոչինչ չեն սովորում պատմությունից։ Անատոլիայում եւս նրանք նման փորձ կատարեցին։ Բայց նրանք անհավատալի ապտակ ստացան իրենց դեմքին։ Եվ մինչ օրս նրանք ցավը չեն մոռացել։ Եթե նրանք դա փորձեն նաեւ այստեղ Ադրբեջանում, հենվելով այս կամ այն պետության օգնության վրա, նրանց պատասխան է սպասվում։ Սա ուրեմն մենք ընդունեցինք լուրջ, բայց ոչ ծանր, մտածելով որ բան չկա այնտեղ, մենք պատրաստենք մեր պատասխանը։ Սակայն շատ արագ Ռուսաստանի պաշտպանության նախարարը Շապոշնիկովը պատասխանեց, ասելով մոտավորապես չհամարձակվեք։ Մենք ուրիշ ցևով պատասխանեցինք։ Օրեր անց Թուրգուտ Օզալը հանկարծամահ եղավ։ Ռուսաստանում Թուրքիայի դեսպանության միջոցով նախագահի թաղման արարողությանը մասնակցելու ձևական հրավեր ստացավ նաև Հայաստանի ղեկավարությունը։ Ամենաբարձր մագարտակով գնացինք թաղման մասնակցելու, ուրեմն նախագահը այնադեն նախարար Վահան Փափազյանը եւ ես, որ եւ խորհրդական էի եւ փոխնախարար եւ բանակցություններու պատասխանատու։ Որոշվեց գնալ, ինչու՞։ Շատ պարզ պատճառով։ Քաղաքականության մեջ, դիվանագիտության մեջ բոլոր առիթները պիտի օգտագործել հարցերը լուծելու համար, ոչ թե չլուծելու։ Այդ ցեվով մենք հետ արինք մեր քաղաքականությունը, շատ կարևոր էր մեզ համար, որ մենք ենք խոսագիծը, Շապոշնիկով չի։ Եթե մենք վտանգ կսկանք, պետք ունենք, մենք Ռուսաստանի հետ կարող ենք խոսել։ Բայց մենք ենք մեր երկրի անունով խոսողը։
Turgut Özal'ın ölümünde Ter-Petrosyan da gelmişti. Թուրգոտ Օզալի հուղարկավորությանը մասնակցելու համար Թուրքիա էր ժամանել Տեր-Պետրոսյանը։ Başbakanın konutunda Եկել էր նաև Էլչիբեյը։ dörtlü bir toplantı. Դեմիրելը այդ ժամանակ վարչապետ էր։ Ter-Petrosyan Նրա նստավայրում 4-ով հավաքվեցինք։ Տեր-Պետրոսյանն էր, Էլչիբեյը, Դեմիրելն ու ես։ yani bir görüşmeyi sağlayacak olan bir protokol hazırladı. Կրկին արձանագրություն կազմեցինք, որը միտված էր հիմնախնդրի կարգավորմանը։ Սակայն չեղավ։ Olmadı. Այսպես ավարտվեց Հայաստան-Թուրքիա բանակցությունների առաջին փուլը։ Կողմերն իրար ճանաչեցին, տնտղեցին միմյանց ցանկություններն ու հնարավորությունները, սակայն փոխըմբռնման չհասան։ Հայաստանը Ղարաբաղին մենակ թողնել չէր կարող, իսկ Թուրքիան Ադրբեջանին։ Fakat ne Türkiye Cumhuriyeti Սակայն թե Հայաստանը, թե Թուրքիան դուրը երբեք մինչև վերջ չփակեցին։ hiçbir zaman kapıyı kapatmadı. Բայց չնայած այդ ամենին երկկողմանի հարաբերություններ եւ կոնտակտներ այնուամենայնիվ շարունակվում էին անընդհատ։ Daha diplomatik ilişki kurulmadan Դիվանագիտական հարաբերություններ չունենալով մտածում էինք առևտրական համաձայնագրի մասին։ Օդային սահմանները o բացվեցին։ zamanlar yok muydu Ինչ է, այդ ժամանակ չկար Ղարաբաղի հարցը։ Կար։ Karabağ meselesi vardı. Ցեղասպանության 80-ամյակի նախօրեին 1995 թվականի ապրիլի 22-ին ստորագրվեց օդային սահմանի բացման համաձայնագիրը։ Դա մի կողմից հայ-թուրքական դիվանագիտական շփումների, մյուս կողմից Եվրոպայի քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի ճնշման արդյունքն էր։ Ապրիլի 20-ն էր 1995 թվականին ինձ զանգում է Թուրքիայի իմ գործընկերը Ազգանիկ Աբադայի եւ խնդրում է պարոն Պետրոսյան, ասենք երբ կարող եք գալ այստեղ անկարա, ես էլ ասացի միգուցե դուք եք, ասես չէ, մեր մոտ ամեն ինչ արդեն նախապատրաստված է ստորագրման համար, մենք պատրաստ ենք։ Եթե կհիշեք, այն ժամանակ մենք շրջանցելով էինք թռնում այս կամ այն երկիր, բայց հնարավոր եղավ մեր ավիացիայի գերատեսչությունների միջև պայմանագիր ստորագրել, որից հետո օդային տարածքը բացվեց։ Այդ պայմանագրով բացվեց նաև արևմուտք արևելք երթուղին էլ բացվեց, երկու երթուղի մենք կարողացանք բացել, հիմա դրանք շահգործվում են եւ տասնյակ միլիոնների օգուտ է Հայաստանին դա տալի։ Բացվեց նաև Երևան-Ստամբուլ կանոնավոր չվերթը։ Երևան-Ստամբուլը թեև կանոնավոր էր, բայց իրականացվում էր որպես չարտերային չվերթ, քանի որ Հայաստանն ու Թուրքիան չունեին ավիացիոն միջպետական պայմանագիր։ Տարիներ անց Ստամբուլահայ գործարար Տիգրան Ալթունին հաջողվեց թռիչքներ կազմակերպել նաև թուրքական օդանավերով։ Ես սկսա աշխատելու թուրքական ընկերությունը այս կողմեն ցնելու համար եւ ադիգայի 1 տարի սարավ գրեթե։ Այսինքն Անկարա արդակին կորձերը նույնիսկ զինվորականությունը եւ այն ստիպված եղա համոզելու որ թուրքական օդանավը Երևան երթա։ Turkish Airlines-ը 4-5 տարի է իվեր ասկորձը սերդած է եւ ինձ ասացին որ պիտի սկսենք եւ այն բայց միշտ վերջավորության արդակին կորձերը արկեք եղած է հարգավ դարձյալ իմ ենթադրությունս Ադրբեջանը շատ մեծ խոսք ունի ասնյութերու վրա եթե իրեն չուզեն Թուրքիան չեմ գարժե որ աստեսագի բամը գարենա անեն Հայաստան-Թուրքիա համագործակցության հաջողված օրինակ է նաև հայ-թուրքական բիզնեսի աջակցման խորհրդի ստեղծումը։ 1997 yılının sanıyorum Mayıs ayıydı. O zaman Կարծեմ 1997 թվականի մայիս ամիսն էր։ Թուրքիայի նախագահը Դեմիրելն էր, Հայաստանինը Տեր-Պետրոսյանը։ Թուրքիայում իրենց հանդիպման ժամանակ կանչեցին ինձ եւ գործընկերոջս Արսեն Ղազարյանին։ Երկուս էլ գնացինք։ Մեզ ասացին, որ թեև Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը փակ է, բայց նախատեսում են գործարար խորհուրդ ստեղծել։ Խորհուրդը փորձում էր մերձեցնել երկու երկրների շուկաները, գործարար պատվիրակություններ փոխանակել, վերլուծություններ անել, նաև մշակութային ձեռնարկներ իրականացնել։ Մեր այսօրվա հանրայդ սիրելի երկիչը Արտուր Թուջբոյանյանը հենց մեր հանձնաժողովի գործունեության հետևանքով առաջի անգամ եկավ մեր Հայաստան։ Քեեցիկ ես տունարարատ հեյջանի նգարի տարբերեկու Հայաստանին գոմենջան հոգուտոդ քալիս
Շատ լավ տնտեսական հարաբերություններ էին։ Այսինքն բացի առուծախից հայերի ու թուրքերի միջև գործընկեր դառնալու ձգտում կար։ Հիանալի մտերմություն։ Կարծես իրար շատ մոտ մարդիկ, եղբայրներ լինեինք։ Ես հենց եղբայր եմ համարում։ Ձեռքբերումները առաջ երթին ես գտնում եմ, որ հատկապես սկզբնական էտապում դա հայ եւ թուրք գործարարներին իրար հետ աշխատացնել, սովորելներ եւ վստահություն առաջացնել։ Ստերեոտիպների քանդումներ, որ կար թե մեզ մոտ Türkiye տնտեսության վերաբերյալ, թե Türkiye'nin mot մեր վերաբերյալ. Türkiye'nin Doğu ve Güneydoğu Anadolu bölgesi için Ermenistan bir ticaret için en iyi ortak. Թուրքիայի արևելյան եւ հարավ-արևելյան Անատոլիա տարածաշրջանների համար Հայաստանը ամենահարմար առևտրական գործընկերն է։ Թուրքիան կորցրեց այն։ Հայաստանն էլ ելքը գտավ Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի հետ։ Արդյունքում երկու կողմերն էլ մեծ վնասներ կրեցին։ «1998 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Ակներև պատճառը Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում իր մերձավոր շրջապատի հետ ունեցած տարաձայնությունն էր։ Իրականում, սակայն, դա ոչ թե սոսկ քաղաքական լուծումների տարբերակների հակասություն էր, այլ աշխարհայացքների։ Հրաժարականից 6 ամիս առաջ հրապարակած «Պատերազմ թե խաղաղություն» լրջանալու պահը հոդվածում Տեր-Պետրոսյանը փորձել էր ցույց տալ հենց այդ հակասությունը։ Միթե ես չէի կարող գիշեր-ցերեկ հայոյել թուրքերին։ ՄԱԿ-ի առջև բարձրացնել հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը։ Թուրքիայից պահանջել Սևրի դաշնագրով գծված սահմանները, վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հայտարարել, որ ոչ մի թիզ հող չենք զիջի եւ այլն։ Ասել, թե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի ջանքերը լիովին ձախողվել էին, սխալ կլինի, բայց նաև որևէ առաջընթաց շոշափելի արդյունք չէր գրանցվել, ինչն առաջին նախագահի հակառակորդներին իրավունք էր տալիս խոսելու ավելի կոշտ մոտեցումների մասին։ Մենք այն ժամանակ Հայաստանին մի փոքր մենակ թողեցինք։ Հայաստանի նոր ստեղծված հանրապետությունը մենակ թողեցինք։ Սա էլ կարևոր գործոններից մեկն էր, որ Հայաստանում ուժեղանային ազգայնական հոսանքները, իշխանության գաշ Ղարաբաղյան խումբը։ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նախագահ դարձավ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը։ Մինչև Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելը նա Լեռնային Ղարաբաղի նախագահն էր։ Ընտրություններին դիտորդական առաքելությամբ Հայաստան եկա որպես Եվրախորհրդի պատվիրակության փոխնախագահ։ Ես հնարավորություն ունեցա Քոչարյանին առաջին շնորհավորողը լինելու։ Այնտեղ էլ ինչ-որ ուղերձներ փոխանակվեցին։ Նախագահներ Դեմիրելը եւ Քոչարյանը առաջին անգամ հանդիպեցին 1999 թվականին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակում։ Նախագահ Քոչարյանը, որ գնաց Ստամբուլ, Դեմիրելը նախագահ էր այնադեն եւ այնտեղ բարձրացրեց ցեղասպանության հարցը առանց ասելու, որ նախապայման է։ Դա Քոչարյանը անում էր, արդեն բանջում էր, այսին թելադրում էր ինձ, երբ ինք Ղարաբաղի նախագահ էր, որ հաջող խորհրդակցեինք, գսերա շատ լավ է Թուրքիայի հետ մենք պետք է սահմանը բացվի, Թուրքիայի հետ լավ լինենք, բայց իրենք նախապայման են դրել Ղարաբաղը, մենք էլ նախապայման տնենք ցեղասպանության ճանաչումը։ Նախապայմանը նախապայմանին հակադրելը, նախապայմանով նախապայման չեզոքացնելը տրամաբանական էր, միևնույն ժամանակ ռիսկային։ Գսեի Ռոբերտ ջան, իսկ եթե հանգարց ճանաչեցին, մենք Ղարաբաղ դալիս ենք, դե հետո ինչ եղավ, սկսան անոնք մտածել,
որ Հայաստանի pedagogan քաղաքականությունը կսպյուրկանա։ Ermenistan'ın bu konuyu dış Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում այս հարցը որպես նպատակ դնելը խոչընդոտ ստեղծեց։ engel. Նման մոտեցման դեպքում բնականաբար դժվար էր, որ երկու կողմերը ընդհանուր հայտարարի գային։ Tabii ki iki tarafın ortak bir noktada buluşmaları biraz güçtü. Թուրքերը ասացին շատ լավ։ Դուք բարձրացնում եք այդ հարցը, դե հիմա եկեք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք, քննենք, տեսնենք։ Այդպեսի բան եղել է թե չէ։ Ինչու մեզ չէին ասում։ Չէին հիմք չունեին ասելու։ Եթե ասեին էլ, ես կասեի, ինչ եք խոսում, մենք այդ հարցը բարձրացրել ենք։ Սփյուռքն է բարձրացրել։ Գնացեք Սփյուռքի հետ խոսեք։ Մեր գոմե նման բան չկար։ Նույնիսկ հարցրեցին ամբաշտոն, որ չեք տնելու այդ հարցը։ Ես ասացի, այդ տեսակ հանձնարարություն չունեմ նախագահից։ Շատ կարճ եղավ այդ խոսակցությունը։ Մենք բառացիորեն ասացինք հետևյալը, որ մեր համար այն ինչ որ տեղի ունեցել դա ցեղասպանությունը եւ դա քննարկման առարկա չէ եւ ավելացրինք ձեր համար դա ցեղասպանություն չի եւ նույնպես ձեր համար էլ քննարկման առարկա չի, որ մեկ եք մի կողմ թողնենք եւ խոսենք մեր այսօրվա եւ ապագայի խնդիրներից։ Ինձ թվում է Թուրքիան սա չարժևորեց այդ օրերին։ Սա իմ անհատական համոզումն է։ Թուրքիան երևի մտածեց, որ ցեղասպանությունից 1915-ից չսկսելը կարող է ընկալվել որպես իր թուլությունը։ Եվ դա ըստ իս մի մեծ սխալ էր։ Ցեղասպանության հարցը պատմաբաններին հանձնելու առաջին փորձը եղավ 2005 թվականին։ Թուրքիայի վարչապետ Էրդողանը նամակով դիմեց Հայաստանի նախագահ Քոչարյանին, առաջարկելով ստեղծել երկու երկրների պատմաբաններից եւ այլ մասնագետներից կազմված խումբ, որը կուսումնասիրի 1915 թվականի զարգացումները եւ դեպքերը ոչ միայն Թուրքիայի եւ Հայաստանի արխիվներում, այլ նաեւ մյուս բոլոր երրորդ երկրների արխիվներում եւ կներկայացնի իր եզրահանգումները միջազգային հանրությանը։ Այս առաջարկին Հայաստանի նախագահը պատասխանեց. երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, եւ մենք իրավասու չենք այն պատվիրակել պատմաբաններին։ Ուստի մենք առաջարկել ենք եւ առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջև հաստատել նորմալ հարաբերություններ։ Թուրքերենում շատ տարածված խոսք կա։ Ասում են, եթե չես ուզում գործն առաջ գնա, հանձնաժողովին հանձնիր։ Այսինքն հանձնաժողովին հանձնելը նշանակում է, որ հարցը չես ուզում լուծել։ Վարչապետ Էրդողանի առաջարկից առաջ Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ արդեն ստեղծվել էր մի հանձնաժողով, որը գործում էր second track diplomacy կամ, ինչպես ասում են, 1.5 դիվանագիտություն ձևաչափով։ Դա իշխանությունները տեղյակ են եւ ոչ ուղղակիորեն ներգրաված են աշխատանքների մեջ, հա։ Եվ երկրորդը սա այն հարթակն է, որտեղ հնարավոր է ստուգել հնարավոր փոխզիջումների սահմանները եւ նաեւ շոշափել ամենացավոտ կետերը։ Bu komisyon karşısında da Հանձնաժողովում ներկա էին հեղինակավոր 4 գործընկերներ, ովքեր պատրաստ էին աշխատելու թուրք եւ հայ ժողովուրդների միջև հարաբերությունները զարգացնելու եւ հոգեբանական արգելքները վերացնելու ուղղությամբ։ partnerimiz vardı. Առաջին 1-2 հանդիպումը զուտ ճանաչողական էր եւ փորձ էր արվում ճշտելու հնարավոր է արդյոք մի սեղանի շուրջ նստել եւ ինչ որ հարցեր քննարկել, թե դա այնպիսի անտագոնիզմ է երկու հասարակությունների միջև, որ որևէ քննարկում նույնիսկ հնարավոր չէ։ Թուրք հայկական հաշտեցման հանձնաժողովն ուներ 10 անդամ։ 4-ը ներկայացնում էին Հայաստանի Հանրապետությունը եւ Սփյուռքը։ 6-ը Թուրքիայի Հանրապետությունը։ Բոլորն էլ դիվանագիտության եւ քաղաքագիտության ասպարեզում մեծ փորձառություն ունեցող անհատներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հանձնաժողովի մոդերատորը Դեյվիդ Ֆիլիպսն էր։ Առաջին հանդիպումների ժամանակ թուրքական կողմը
խոսում էր ավելի շատ ինստիտուցիոնալիզացիայի մասին գործընթացի, ասում էր պետք է ստեղծել նաև ենթահանձնաժողովներ, անհրաժեշտ է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, պատմաբանների հանձնաժողով կամ ենթահանձնաժողով կազմել եւ այդ լայն սպեկտրով քննարկումներ անել։ Մենք մերժեցինք այդ խնդիրները քննարկել ընդհանրապես եւ թուրքերը համաձայնվեցին մեզ հետ։ Ի վերջո, այն ինչի մասին մենք պիտի խոսենք, դա միայն եւ միայն երկկողմանի եւ խորքային խնդիրների հետ է կապված։ Նրանք հայկական սփյուռքի, հատկապես Ամերիկայի, Ֆրանսիայի սփյուռքի մեծ ճնշման տակ էին։ Ամեն նիստից հետո հայկական մամուլում նրանց դեմ հարձակումներ էին լինում։ Ասում էին, դուք այս թուրքերի հետ ինչպես եք խոսում։ Թող նրանք նախ ցեղասպանությունն ընդունեն, նոր խոսեք։ Մեր առաջի հանդիպման ժամանակ այդ իրադարձությունները մեր թուրք գործընկերները անվանում էին դժբախտություն կամ դարասկզբին տեղի ունեցած իրադարձություններ, աստիճանաբար դա դարձավ ջարդեր, կոտորածներ եւ ի վերջո ցեղասպանություն տերմինը հանգիստ արդեն մեր քննարկումների ժամանակ իրենք էլ օգտագործում էին։ 2002 թվականին Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովը անդամների միաձայն որոշմամբ դիմեց անցումային արդարադատության միջազգային կենտրոնին, որպեսի վերջինս պարզի նախորդ դարասկզբին Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը ցեղասպանություն են եւ արդյոք դրանց վրա տարածվում է ՄԱԿ-ի կոնվենցիան։ Արդյունքում մենք ստացանք փորձագիտական գնահատական, որ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն են, քանի որ համապատասխանում են այն չափանիշներին, որոնք առաջ են քաշվում Լեմկինի ստեղծած ցեղասպանությունների կանխարգելման եւ պատժի konvensiyayum. Bu raporun bence hani olumlu tarafları, olumsuz tarafları. Այս զեկույցի դրական եւ բացասական կողմերն ակնհայտ են։ Yani soykırım anlaşmasına göre. Զեկույցում ասվում էր, քանի որ կոնվենցիան հետադարձ ուժ չունի, այդ դեպքերը չեն կարող որպես ցեղասպանություն ընկալվել։ Yani bunun sonuçları soykırım. Բայց եթե հետադարձ ուժ ունենար, կընդունվեր որպես ցեղասպանություն։ İşteseydi bu bir soykırımdı şeklinde bir sonuca vardı. Hani Türkiye'de Թուրքիայում սա մեծ արձագանք չունեցավ։ Շատ չքննադատվեց։ Բայց մեր խմբում հակադրվողներ եղան։ Çok fazla eleştiri. Արդյունքում դրանից հետո աշխատանքը չշարունակվեց։ Bizim grubumuz içerisinden Շարունակվեր ավելի լավ կլիներ։ Çıktı. Neticede bundan sonra devam etmedi. Bence etse daha da iyi olurdu. Vuruldum düştüm yere gidemedim uza. Vuruldum düştüm yere gidemedim uza. Ne derim Feride düşürdüler tuza. Düşürdüler tuza. Ne derim Feride düşürdüler tuza. Düşürdüler tuza. Կողմերը կարծես չէին շտապում, թեև ժամանակը նրանցից ոչ մեկի օգտին չէր աշխատում։ Հայաստանը դուրս էր մնում տարածաշրջանային նախագծերից, իսկ Թուրքիան ժամանակ առ ժամանակ անցանկալի ուղերձներ էր ստանում երրորդ երկրներից, որոնց խորհրդարաններն ընդունում էին հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր։ Թուրքիա ամենասկիզբից արդեն սկզբունքորեն թեմ է, որ երրորդ երկրները միջամուխ դառնան այս հարցին, բայց մյուս կողմից էլ ցեղասպանության հարցը այնպիսի բնույթ ունի, որը երրորդ երկրների հետաքրքրությունը սահմանափակել այդ թեմը որպես այդպիսին անհնար է։ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մեջ երրորդ երկրներու ազդեցությունը հնարավոր է սահմանափակել միայն եթե երկկողմանի հարաբերություններու մեջ գրանցվի առաջընթաց։ Yurt dışında alınan kararların buraya etkisi Դրսում ընդունված որոշումները զայրույթ հարուցելուց, հանրության ու կառավարության հարաբերությունները լարելուց բացի որևէ օգուտ չեն տալիս։ toplumla hükümet veya Թուրքիայի քաղաքացիական հասարակությունն ասում է,
մենք Թուրքիայում այդ գործը արդեն իսկ անում ենք։ Այդ հարցերը բարձրաձայնում ենք։ Ուսումնասիրությունները այստեղ ենք կատարում։ Bu sorular soruluyor. Burada araştırmalar yapılıyor. Թուրքիայում հասարակական այս դիրքորոշման ճարտարապետներից մեկը Հրանտ Դինքն էր։ 1996-ին նրա հիմնած Ակոս երկլեզու հայերեն թուրքերեն թերթը թուրքահայությանը մեկուսացումից դուրս բերելու, նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը դառնալու հայ եւ թուրք ժողովուրդներին ներծեցնելու նպատակ ուներ։ In my view, Hrant Dink had a very unique Հրանտ Դինքը յուրօրինակ եւ կարեւոր տեսակետ ուներ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ His view was the solution does not lie. Նրա կարծիքով լուծումը բանաձևերի եւ օտար խորհրդարանների որոշումների մեջ չէր։ Իր կարծիքով ամենակարևորը Թուրքիայի ներսում երկխոսություն սկսելն էր։ Start a dialogue inside Turkey. Մեր շխորած մեկ կողմեն գմոդեն Հրանտը։ Թուրքիա պետք է դեմոկրատ երկիր մտարնա։ Ադորամարկ աշխատեր Հրանտ։ Թուրքիա դեմոկրատ երկիր մտարնա, որովհետև այն ժամանակ ցեղասպանությունը պետք է ընդուներ միայն։ Հրանտ Դինքն ուզում էր ասել, որ հանցանքը կատարվել է այստեղ Թուրքիայում եւ արդարությունն էլ այստեղ պետք է լինի։ 2007 թվականի հունվարի 19-ին Ակոսի խմբագրատան առաջ Հրանտ Դինքը սպանվեց։ Նրա գլխին արձակված կրակոցները Թուրքիայի քաղաքացիական հասարակությունն ընդունեց որպես մարտահրավեր եւ ոտքի ելավ «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» ցուցապաստառներով։ Sanıyorum Türkiye'nin içinde de bir bu yönde biraz daha Դրանից հետո մարդիկ այս թեմաների շուրջ ինչ-որ բան անելու պարտավորություն զգացին։ Այլևս չուզեցին ձեռքները ծալած նստել։ Մարդիկ զգացին ճշմարտության կարիքը, որն ամենակարևորն էր։ doğru yanlış bir şeylere uğraşması. Diplomatik ilişkiyi Կարող է չհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, կարող է չբացվեն դռները, բայց եթե մարդիկ իրար ավելի սերտորեն մոտենան, ավելի խորացնեն երկխոսությունը, համոզված եմ այդ ժամանակ տարբեր դռներ կբացվեն։ Որն է քաղաքացիական հասարակության հիմնական նպատակը։ Հիմնական նպատակը ժամանակի հետ պահանջները քաղաքականություն փոխադրելն է, բայց դա արագ լինող գործ չէ։ Ինչ որ էլ լինի, ինչ մագարտակի վրա որ լինի քաղաքացիական հասարակության, ասենք, աշխուժությունը, դա դժվար թե փոխարինի միջպետական հարթության վրա հարաբերությունների բնականոնացումը եւ դժվար թե, ասենք, այդ ցանկալի բեգումնային բահը ապահովելու իմաստով շատ մեծ ազդեցություն ունենա։ 2008 թվականի հունիսի 23-ին Մոսկվայում ռուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին հրավիրեց Հայաստան երկու երկրների ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու։ Որպեսզի մենք միասին դիտենք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային մատչը։ Ermenistan'la da ilişkilerin normalleşmesine Հայաստանի հետ հարաբերությունների բնականոնացման համար մեծ ներդրում եմ ունեցել եւ շատ եմ կարևորել։ Ես մի տեսլական ունեմ, որին միշտ հավատացել եմ։ Իր պատմության, բնակչության ու տնտեսության առումով, որպես այս տարածաշրջանի կարևոր երկրներից մեկը, Թուրքիան հարևանների հետ հարաբերությունները մշտապես պետք է առաջ տանի անխափան եւ լավ ձևով։ Խնդիրները երկխոսության ճանապարհով լուծելը պետք է ծառայի թե Թուրքիայի եւ թե տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանն ու խաղաղությանը եւ ի վերջո աշխարհագրական այս տարածքի մարդկանց երջանկությանը։ Այս հավատով առաջնորդվելով մեծ ջանքեր գործադրեցի։ 2008 թվականի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը այցելեց Հայաստան։ Պատմական իրադարձություն հարևան երկու երկրների կյանքում։ Հայաստանի անկախացմանը հաջորդած 17 տարում դա շփման ամենաբարձր մակարդակն էր։ Առաջին այցելությունն էր։ Պարոն Սարգսյանը նախագահական պալատում ճաշկերութ էր կազմակերպել։
yediğimiz yemek. Մեզ հյուրասիրված ուտեստը հացը որևէ տարբերություն չուներ Կեսարիայի, Քոնիայի կամ Անատոլիայի մի այլ քաղաքում կերած մեր ճաշերից։ Orada çok meşhur. Շատ նշանավոր մի երաժիշտ մեզ համար դուդուկ նվագեց։ Flütle bir Ես իր մեղեդիները կարող էի թուրքերենով երգել։ ben onun Վստահ եմ Սարգսյանն էլ հայերենով։ söyleyebilirdim. Eminim ki oradaki Sarkisyan. Ուզում եմ ասել, որպես այս հողերի մարդիկ պատմությունից եկած շատ ընդհանրություններ ունենք։ olarak Դրա համար այսպիսի սկիզբ եղավ։ ortak yanlarımız çok. Հետո ես նրան Թուրքիա հրավիրեցի։ Böyle bir başlangıç Yekaf. oldu. Daha sonra kendisi de Türkiye'ye davet ettim geldi. Մեկ տարի անց ազգային հավաքականների պատասխան խաղը դիտելու համար Թուրքիա մեկնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Մինչ այդ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Թուրքիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ահմեդ Դավութօղլուն եւ Էդվարդ Նալբանդյանը ստորագրել էին երկու արձանագրություն։ Մեկը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, մյուսը հարաբերությունների զարգացման։ Պարոն Սերժ Սարգսյանի Աբդուլլա Գյուլին Երևան հրավիրելը խիզախության դրսևորում էր։ Իսկ պարոն Գյուլի հրավերքն ընդունելը շատ քաջ քայլ։ Հանդիպողները իրենց ձեռքից եկած ամեն ինչ արեցին։ Düşününüz yıllar boyu aşılamamış bir takım sıkıntılar varken Պատկերացրեք, երկար տարիներ չհաղթահարված մի շարք խնդիրների արկայությամբ հանդերձ 2008-ին սկսված բանակցային գործընթացը ավարտին հասավ 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված երկու արձանագրություններով։ önemli tarihi bir görüş farklılığının ve iki ülke arasında bu kadar uzun süre olan kopukluğun çözümlenebilmesi ya da iki tarafın aynı platforma gelebilmesi için çok kısa bir süredir. Zürih'te protokollerin imzalanmasıyla Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմամբ տպավորություն էր ստեղծում, թե տարիներ շարունակ վերել կապրած կորը հասել է իր գագաթնակետին։ ya da zirveye çok yaklaşmış gibi bir görüntü veriyordu. Եվ այդ որ պետք էր մեծ թեփք լիներ, որ Հայաստան-Թուրքիա պրոտոկոլ կստորագրեն, թաղման արարողության նմանեց։ Չէ՞, տեսած եք վիդեոն։ Իրար չէին նայեր, գարձես բարդատրած են, որ այնտեղ բան մկրե։ Տեսնենք ինչ գրնակ գրել թե ոչ։ Եվ մեկ-երկու օր հետո Էրդողանը որպես վարչապետ ցավ սա է նախապայմանը։ Պրոտոկոլը սա կնշանակի։ Այսինքն գնդակը անմիջապես այդտեղից վերադարձավ, դարպասածողից հետ եկավ։ Եվ Թուրքիան առնվազն որպես մտադրություն հայտարարեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ նախապայմանի արձանագրությունները ավելի պիտի չզարգացնի։ 2009-ին նախագահ Գյուլը ցանկանում էր գործարքի գնալ առանց Ադրբեջանի հետ վերջնական համաձայնության գալու, բայց դա հնարավոր չեղավ։ Şimdi zannederim Ermenistan'ın Azerbaycan'la Հայաստանը չի կարողանում հաշտվել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կա ազգակցական կապ։ biraz yadırgadığı Մտածում են, թե սրանք երկու տարբեր պետություններ են։ devlettir bunlar. Aynı Կամ եթե անգամ նույն ազգն են, պետությունների քաղաքականությունը պետք է տարբեր լինի։ bir de her devletin bir üçüncü devletle olan Իրենք այնպիսի մոտեցում ունեն, որ երրորդ պետությունները մյուս երկրների հետ հարաբերություններում չպետք է ներգրավեն։ yaklaşım içinde. Սա է իրենց Kendi տեսակետը։ bakış açıları. Ama şunu Սակայն unutmamak չպետք է lazım. մոռանալ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ազգային զգացմունքները, ազգակցային հարաբերությունը մեկնաբանվում են որպես եղբայրություն։ ilişkisi bir kardeşlik ilişkisi şeklinde yorumlanıyor. Ինչպես մեր ղեկավարներն են ասում, Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է։ Azerbaycan'ın Ցավն էլ մեր sevinci ցավը։ bizim sevincimiz, kederi bizim kederimizdir şeklinde bir yaklaşım vardır. Եթե երկու երկրների Թուրքիայի եւ Հայաստանի գլուխ գլխի երկխոսության մեջ Սփյուռքի եւ Ադրբեջանի տարժերը չլինեն, գործերը շատ ավելի արագ կառաջանան։ Türkiye Cumhuriyeti rejiminin hani kendi aslında bir daha başka bir üslupla ama aynı şeyi Գտնվում ենք մի այնպիսի շրջանում, երբ Թուրքիայի Հանրապետության վարչակարգը ձևացնում է, թե նորոգում է ինքն իրեն։ Իրականում սակայն կրկնում է։ Örneğin işte Azerbaycan
Türkiye ile Ermenistan arasında Ադրբեջանը դեռևս պատրաստ չի նրան, որ Թուրքիան եւ Հայաստանը միմյանց հանդեպ քայլ անեն։ Ինչ որ ժամանակ կարողանում էին Ադրբեջանին հեռացնել հայ-թուրքական հարաբերություններից, սակայն երբ պետք է լինում նա կրկին հայտնվում է։ Ամեն դեպքում ասվում է՝ մի հատ հարցնենք Ադրբեջանին։ Սա շատ գործնական պատճառաբանություն է դարձել։ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները Ղարաբաղի ձեռքում պատանդ են։ Թուրքիայի հետ սահմանը բացելու եւ հարաբերություններ հաստատելու հեռանկարն իհարկե կարևոր էր թե Հայաստանի եւ թե Սփյուռքի հայության համար, սակայն ստորագրված արձանագրությունները ընդունվեցին առնվազն տարակուսանքով։ Դեմ ենք ստորացուցիչ նախապայմաններին։ Դրանցում պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին տեղ գտած կետը լիուլի բավարար էր, որպեսզի հայ հասարակությունը կասկածով վերաբերվեր հարաբերությունների սպասվող ջերմացմանը։ Ես իմ կարծիքը արձանագրությունների մասին շատ պարզ ու հստակ ասել եմ։ Սկզբունքորեն առարկելու համարյա բան չկա, բացի հանձնաժողովից պատմաբանների։ 1915 soykırım konusu 1915-ի հայերի ցեղասպանության հարցը քաղաքական է եւ պատմաբանների խնդիրը չէ։ herhangi bir konu tarihçiler arasında da Պատմական որևէ իրադարձության շուրջ նույն երկրի պատմաբաններն անգամ դժվարությամբ են գալիս միասնական տեսակետի եւ համաձայնության։ farklı ülkelerin tarihçilerin mutabakat konusu olması mümkün değildir. Այդ հանձնաժողովին տրվում է քաղաքական մանդատ, դա միջկառավարական հանձնաժողով է։ Եվ պատմաբանները ըստ էության պետք է որոշեն քաղաքականությունը։ Պատմաբանների կարծիքը պետք է գերիշխի քաղաքական գործիչների կարծիքի վրա։ Սա է մեծագույն խնդիրը։ I think it was important for the Turkish side to have Թուրքական կողմի համար կարևոր էր հասարակությանը մի պատճառաբանություն մատուցել, թե մենք պատմությունը նորից ենք ուսումնասիրում եւ նոր եզրահանգման կարող ենք գալ։ Թուրքական կողմի համար կարծում եմ 1915-ի իրադարձությունների մասին նոր տարբերակ ի հայտ բերելը օգտակար կլիներ։ Ցեղասպանության ժամանակ մորը, հորը, մեծ հայրերին ու մեծ մայրերին, նրանց եղբայրներին ու քույրերին կորցրած մարդկանց ինչ պիտի ասվի։ Ասենք պատմաբանների հանձնաժողովը ներկայացրեց իր որոշումը։ Ցեղասպանություն չի եղել, տեղի են ունեցել փոխադարձ սպանություններ։ Սա է հանձնաժողովի եզրակացությունը։ Ու դրանով թեման փակվելու է, հա? Հայաստան-Թուրքիա առաջին շփումներից անցել է արդեն 4-րդ դար։ 25 տարվա ընթացքում հազար ու մի փոփոխություն է եղել աշխարհում։ Նոր պետություններ են ստեղծվել, քանդվել են հները, նոր պատերազմներ են եղել, կնքվել են նոր հաշտություններ։ Ահաբեկչություններ են եղել, երկրաշարժեր, հրդեհներ ու ջրհեղեղներ։ Ֆուտբոլի աշխարհի 6 առաջնություն է եղել։ iPhone-ի 6 սերունդ է թողարկվել։ Գիտնականներն ու գրողները Նոբելյան մրցանակ են ստացել։ Քաղաքական գործիչներ ու զինվորականներ դատվել են Հաագայի տրիբունալում։ Մի կին միաժամանակ 8 երեխա է ունեցել։ 117 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը։ Բայց հայ-թուրքական սահմանը ինչպես կար, այդպես էլ մնացել է փակ։ Եվ փակ սահմանի երկխոսությունը հուսանք դեռ չի դարձել փակ շրջան։ Մի բան հիշեցի։ Վաշինգտոնում մի անգամ մի խանութ մտա, որտեղ տարբեր երկրների դրոշներ են վաճառում։ Ասացի 2 դրոշ եմ ուզում։ Որ երկրների հարցրեց։ Հայաստանի եւ Թուրքիայի ասացի։ Վաճառողը տեղում քարացավ։ Հայաստանի եւ Թուրքիայի դրոշները իրար կողք եք դնելու։ Այո, ասացի։ Երբեք չեմ մոռանա վաճառողի դեմքի արտահայտությունը։